Ինչպես 27 տարի առաջ, այսօր էլ հրապարակում են բոլոր շրջանների ներկայացուցիչները կես-կատակ, կես-լուրջ կրկին հարցն է քննարկվում։ 88-ի փետրվարին որ շրջանում է առաջին միտինգը կայացել, առաջնության դափնին Հադրութի եւ Ասկերանի ներկայացուցիչներն են վիճարկում, վերջակետը Արկադի Կարապետյանն է դնում, նա այդ օրերին շարժման ակտիվիստների աշխատանքներն էր համակարգում։ Առաջին միտինգը ընդհանրապես որպես առաջին միտինգ եղել է մարտունի ամսի 11-ին երեկոյան, որտեղ որ երեկոյան հետո որոշվեց, որ մենք գնանք Հադրութ օգնենք։ Եվ ամսի 12-ին այդ միտինգները եղան ամենտեղ։ Ասկերանում էլ եղավ, Մարտունի էլ եղավ, Հադրութ էլ եղավ։ Քաղաքում էլ փոքր, ասենք, միտինգ չէր, ուղղակի հավաքվել էինք, որ այդ պարտխոզակցիը որ անցնում էր, որ հանկարծ պարտխոզակցիում ուրիշ հարցեր չլուծվեն։ Մի 100-120 մարդ էլ այդտեղ էին հավաքվել։ Հրապարակում 1988-ի հերոսներն են, հավաքվել են ամեն տարվա պես առանց նախօրոք պատրաստվելու, չկան հայրենասիրական ճառեր, կոչեր ու կարգախոսներ, կա անկերական զրույց եւ հիշողությունների մեծ պաշար։ Փետրվարի 13-ը Արցախյան շարժման նոր հրապարակային փուլի մեկնարկն է խորհրդանշում։ Առաջին միտինգը, որ ամբողջ ժողովուրդը հավաքվեց եւ շատ հավաքվեց եւ շրջաններից էլ եկան, այսինքն միասնական եղավ։ Դա եղավ ամսի 13-ին։ Ժողովուրդը կորցրեց վախը, ինչը շատ կարևոր է ցանկացած պայքարում, ու ստեղից էլ սկսվեց ավելի թափ ստանալ շարժումը։ Պարզվեց, որ մենք կարող է մեր ժողովրդի իղձերին հասնենք։ Շարունակությունը Արցախի անկախության հռչակումներ ազատամարտը եւ արդեն 3-րդ տասնամյակ թեվակողած պետական աշինության գործընթացը։ Այսօր իրավիճակի բերումով հայկական երկու պետություն ունենք։ Այդ փաստը ի վնաս հայ ժողովրդի մեկնաբանելը շարժման ակտիվիստները անընդունելի են համարում, նպատակը չի փոխվել։ Նման կարգի քաղաքական շահարկումները մեր ազգին պետք չեն։ Մենք իրոք սկսել ենք միացման գաղափարով եւ այսօր մենք այստեղ երևի բոլորս այդ գաղափարի կողմնակիցներն ենք։ Ի վերջո մենք պետք է միանանք, միասնական Հայաստան պետք է լինի։ Պետք է որ միանանք, ուրիշ ելք չունենք։ Մեր ազգի պայքարը ոմանց համար, եթե համարում է, որ Արցախով վերջանում է, իմ համար այս պայքարը պիտի շարունակվի Արևմտյան Հայաստանի ազատագրմամբ։ Նորեր Հովսեփյան, Բենյամին Ղարախանյան, օր